Քրիստինե Վարդանյան։ Հարգարժան պարոն Փամբուխչյան, հարգելի գործընկերներ, եթե ընդդիմությանը այն ամեն ինչին, ինչ որ իրենք այստեղից ամեն անգամ ելույթ են ունենում, կարճ ասեմ, կարող եմ ասել, որ նրանք միայն ստում են եւ այս հարթակը օգտագործում են, այս ամբիոնը օգտագործում են ուղիղ եթերում իրենց սուտը ավելի լսելի դարձնելու համար, բայց ամեն անգամ օդում ասված ստերը գետնի վրա մեր քաղաքացիները այլ բան են տեսնում եւ համապատասխան արձագանք տալիս են, ինչը որ մենք վերջերս տեսանք Վաղարշապատում, ովքեր դուք ինչ չպիտի ասեք, ես ինչից խոսեմ, լռություն, չպիտի ասեք, ես ինչից խոսեմ, լռություն, ամեն անգամ լռություն, շարունակեք դեպի ես արձագանքում եմ ձեր եւ մոտեցեք բուն նախագծին։ Ես արձագանքում եմ ձեր ասածներին, խոսեք ընդամենը կամ միայն խոսեք միայն նախագծից, արձագանքը կլինի միայն նախագծից, բայց խոսում եք այնպիսի թեմաներից, որ մենք չենք կարող չարձագանքել, ամեն դեպքում ես չեմ կարող չարձագանքել, եթե ամեն անգամ գաք Նիկոլ Փաշինյանի անունը տակ ձեր դատարկաբանությունը այստեղ ավելի հնչեղություն տալու համար, Պարոն Սուքյասյան, լռեք մի հատ։ Իմ համար դատարկաբանություն է։ Դուք կարող եք գալ այստեղից ինչ-որ բաներ ասել, մի հատ դատարկաբանության, բա դատարկաբանություն եք, բա ինչ եք ասում։ Ոտից գլուխ դատարկաբանություն եք ասում ու ճիշտ գնահատական է տալի քաղաքական։ Այ քեզ բան։ Կարող եք գիտեք մենակ պետք է գաք ասեք, մենք սուս նստեք, դուք բան անեք։ Դատարկաբանությունը դա ձեր քաղաքական գնահատականն է, որը որ գալիս տեղից ասում եք։ Շարունակեք Տիկին Վարդանյան։ Բացեք բառարանը եւ դատարկաբանություն բառի իմաստը տեսեք որն է։ Նստի։ Բան, եթե մի րոպե, հարգելի գործընկերներ, լռություն, Տիկին Վարդանյան շարունակեք։ Եթե դուք կարծում եք, որ գալ այստեղից ելույթ ունենալ եւ քաղաքի խնդիրները համեմատել Զուքարյանի թղթի հետ դա դատարկաբանություն չի, ես ցավում եմ ձեզ համար, եթե տարբերությունը չեք դնում վարչապետի երթևեկության արարողակարգի հետ եւ սովորական քաղաքացու արարողակարգի երթևեկության հետ, դա դատարկաբանություն է, երբ որ գալիս եք այստեղից ստում եք եւ ասում եք, որ մեր իշխանությունը դպրոցներ է փակում, դա ինձ համար դատարկաբանություն է, որտեղ դուք ստում եք, ես ինձ համար դուրս եմ գրել այստեղ վերջի օրերին բացված Հագվի, Ստեփանավանի, Փշատավանի, Արևիկի, Մեդովկայի, Հայանիստի, Ակնաշենի, Բուժականի, Արմավիրի եւ Սասունիկի նորակառույց դպրոցներն ու մանկապարտեզները, իսկ դուք ստում եք, երբ որ ասում եք, որ մենք մեր քաղաքական եւ քաղաքային իշխանությունները դպրոցներ ենք փակում, բացի դրանից, երբ որ ստում եք, երբ որ ասում եք համապետական մասշտաբով բարեփոխումները ԿՊ-ի մոտ չեն ստացվում, երևի դուք տեսողության հետ խնդիր ունեք, որտեղ ամեն օր այդ բարեփոխումները իրենց վրա հենց քաղաքացիներն են զգում եւ ցանկացած նման ընտրությունների ժամանակ իրենց արձագանքը տալու են եւ նաեւ արձագանքը տվեցին ձեզ, երբ որ դուք այնտեղ Վաղարշապատում ձեր թիմը ուներ 0 քաղաքական օրակարգ, բայց նաեւ դուք անցել էիք բարոյականության սահմանները, երբ որ թիրախավորում էիք մեր թեկնածուին, ով որ այժմ քաղաքապետ է, մտնելով անձնական դաշտ եւ խաղալով նրա հոր անվան հետ, ասելով, որ ուրացել է։ Լռություն։ Պարոն Սարգսյան, իսկ կլինի դուք դուրս գաք դահլիճից ու թող ելույթ ունենա, ելույթ ունեցողը։ Դե ուրեմն լռեք, այլապես պետք է ըստ կանոնակարգի դուրս կգաք։ Երբ որ դուք ասում եք, որ դուք ժողովրդին ասում եք երկրորդ դասի մարդկանց տեղ ենք մենք դրել այդ մարդկանց, ես ուզում եմ ձեզ ասեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեզ համար բացարձակ արժեք է եւ էլի գետնի վրա մենք ամեն օր դա ցույց ենք տալիս, այսքանը կսպասեմ ձեր արձագանքին, տեսնեմ ինչ եք ասում։ Մանուկ Սուքյասյան։
Պարոն Սուքասյան, ստեղից եք ունենում ելույթ։